Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Միգրացիայի հարցի նկատմամբ կա բարձր հանրային հետաքրքրություն եւ զարմանալի չէ, որ խորհրդարանի անդամները նույնպես հատուկ հետաքրքրություն ունեն այս հարցի նկատմամբ։ Այս մասին խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարը խոսել է երկրում միգրացիան որոշող կարևոր գործոնների մասին։ Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի տվյալների համաձայն Վրաստանի բնակչությունը կազմում է 3.914.000 մարդ, որից առավելագույնը 257.000-ը օտարերկրացիներ են։ Վրաստան ներգաղթ է ընդհանուր առմամբ որոշող գործոնները մի քանիսն են։ Առաջինը Վրաստանը զբոսաշրջային երկիր է եւ նման պայմաններում դժվար է կառավարել միգրացիոն գործընթացները։ Կոբախիձեն նաև տեղեկացրել է, որ կրթական համակարգը նույնպես բաց է օտարերկրացիների համար։ Այս պահի դրությամբ Վրաստանում սովորում է 37,000 օտարերկրացի ուսանող։ Վրաստանի վարչապետի խոսքով երրորդ կարևոր գործոնը աշխատանքային միգրացիան է։ Կոբախիձեն նկատել է, որ Վրաստանում շատ ոլորտներում աշխատուժի լուրջ պակաս կա, եւ եթե օտարերկրյա աշխատուժ չլիներ, շատ նախագծեր պետք է դադարեցվեին։ Այդուհանդերձ Կոբախիձենը ընդգծել է, որ անօրինական միգրացիան կարևոր գործոններից մեկն է, որի դեմ պայքարի համար անհրաժեշտ են հատուկ ջանքեր։ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, իսկ վրացական պատվիրակությունը փոխարտգործնախարար Լաշա Դարսալյան։ Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ եւ ընդգծվել է երկու երկրի միջև գործակցության կարեւորությունը տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար։ Կողմերը գոհունակություն են հայտնել նաև բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության դինամիկայից։ Նշվել է միջազգային կազմակերպություններում եւ բազմակողմ ձևաչափերում համագործակցության շարունակականության կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, տարանցիկ, հումանիտար եւ կրթական ոլորտներում համագործակցության ներկայավիճակը եւ հեռանկարները։ Ընդգծվել է, որ վարչապետների նախագահությամբ գործող Ադրբեջանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների։ Էրդողանն այս հայտարարությունն արել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եթովպիա պաշտոնական այցի շրջանակում։ Թուրքիայի նախագահը նշել է, որ աֆրիկյան եղջյուրը չպետք է դառնա արտաքին ուժերի պայքարի ասպարեզ։ Թուրքիան կտրականապես դեմ է տարածաշրջանի առկա հակամարտություններին նոր հակամարտություններ ավելացնելուն։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրների լուծումները պետք է գտնեն երկրներն իրենք։ Այս առումով կցանկանամ ընդգծել, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Սոմալիլենդին, ոչ էլ աֆրիկյան եղջյուրին։ Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ֆրանսիա տնտեսական առևտրային համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը։ Միջոցառումն անցկացվել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի եւ Ֆրանսիայի արտաքին առևտրի եւ ներդրումների ներգրավման նախարար Նիկոլա Ֆորիսիեի նախագահությամբ։ Քննարկվել է առևտրի, տնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, էներգետիկայի, վիզաների, նաեւ տրանսպորտի եւ լոգիստիկ ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդումը։ Կողմերը պայմանավորվել են հետագա աջակցություն ցուցաբերել երրորդ երկրներում համատեղ ներդրումների ոլորտում գործակցության ջանքերին։ Քննարկվել է նաեւ մաքսային թարմացման թեման եւ գործակցության այլ հարցեր։ Ստորագրվել է ճանապարհային քարտեզ հետագա համագործակցության ամրապնդման համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում կիրառել ռազմական ուժ, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ Վենսն ասել է, որ Ժնևում ամերիկյան եւ իրանական ներկայացուցիչների միջև միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունները որոշ առումներով լավ են անցել, բայց Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուրվագծված մի քանի սկզբունքային դիրքորոշումներ։ Մասնավորապես Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխումը համարում է առաջնահերթություն, քանի որ Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը կհանգեցնի տարածաշրջանում անվերահսկելի սպառազինությունների մրցավազքի, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի, մի շարք այլ ռեժիմներ, որոշները բարեկամական, որոշները ոչ այնքան բարեկամական, կհետևեն նրա օրինակին։ Դա աղետ կլինի ամերիկյան ժողովրդի համար։
Միացյալ Նահանգների հետ համաձայնության են եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ։ Ժնևում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել եւ ավելի կառուցողական մթնոլորտ է եղել, ասել է դիվանագետը։ Շվեյցարիայում Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են մոտ 3.5 ժամ եւ նվիրված են եղել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը եւ տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցին։ Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով Օմանի միջնորդությամբ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանը եւ Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել միջուկային հարցի շուրջ Ժնևում կայացած անուղղակի բանակցություններում, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայիդին։ Բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների եւ տեխնիկական հարցերի հստակեցման գործում դրական առաջընթացով։ Ըստ Օմանի արտաքին գործերի նախարարի խորհրդակցությունները կառուցողական են եղել եւ կողմերը լուրջ ջանքեր են գործադրել հիմնական մի շարք սկզբունքների հստակեցման համար։ Միաժամանակ Ալ-Բուսայիդին ընդգծել է, որ դեռևս շատ աշխատանք կա անելու համաձայնության հասնելու համար։ Կողմերը հեռացել են հաջորդ հանդիպումից առաջ հաջորդ քայլերի վերաբերյալ հստակ պատկերացումներով, նշել է նա։ Օմանի արտգործնախարարը նաեւ բարձր է գնահատել միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը բանակցային գործընթացում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հերթական անգամ հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ստուգման, սակայն մենք համաձայն չենք, որ ստիպված պետք է լինենք հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից արդյունաբերական, բժշկական, գյուղատնտեսական եւ այլ նպատակներով, նշել է Իրանի նախագահը։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում համատեղ 8-րդ անվտանգության գոտի զորավարժություններին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ Զորավարժություններին կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը։ Անվտանգության գոտի ռազմածովային զորավարժություններն անցկացվում են 2019 թվականից Իրանի ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ։ Դրանք ուղղված են համաշխարհային ծովային առևտրի անվտանգության ամրապնդմանը։ Երեք երկրի ռազմածովային ուժերի համատեղ գործողությունները ներառում են ծովահենության դեմ պայքար, հակազդեցություն ծովային ահաբեկչությանը եւ փրկարարական գործողությունների իրականացում։ Վարժանքների շրջանակում Իրանի ռազմածովային ուժերը մի քանի ժամով կփակեն Պարսից ծոցում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մի մասը։ Հատկանշական է, որ այս ընթացքում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Հորմուզի նեղուցի վրա։ Մի քանի ժամ տևած գործողության ընթացքում այն թռել է Հորմուզի նեղուցի վրայով Պարսից եւ Օմանի ծոցերի միջև։ Թռիչքները կատարվել են համեմատաբար ցածր բարձրության վրա։ Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի երթուղին TRIP-ը կստեղծի անդրկովկասյան առևտրային երթուղու կարևոր օղակ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով TRIP-ը կապահովի անխափան բազմամոդալ տրանսպորտային կապը Հայաստանի ներսում։ Ամերիկացի պաշտոնյան վստահեցրել է, որ կապելով Ադրբեջանի մայրցամաքային հատվածը Նախիջևանի հետ եւ ստեղծելով անդրկովկասյան առևտրային ուղու կարևոր օղակ, TRIP-ը կնպաստի նաեւ Հայաստանի միջազգային եւ ներքին կապին։ Քալեբ Օրը վստահեցրել է, որ TRIP-ի հիմնական նպատակն է ամրապնդել Ադրբեջանի եւ Հայաստանի բարգավաճումն ու անվտանգությունը, նաեւ խթանել ամերիկյան առևտուրը, ընդլայնելով տարածաշրջանային առևտրային եւ տրանսպորտային կապը, ստեղծելով նոր տարանցիկ հնարավորություններ Կենտրոնական Ասիան եւ Կովկասը Եվրոպայի հետ կապելով։ Սիրիայի բանտերից Իրաք տեղափոխված իսլամական պետություն գրոհայինների թվում կա Ադրբեջանի 55 քաղաքացի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին տեղեկություն է տարածել Իրաքի արդարադատության նախարարությունը։ Իրաքի արդարադատության նախարարության ցուցակում նշված են Ադրբեջանը ու եւս 65 երկիր։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Սիրիայից Իրաք իսլամական պետության դատապարտված անդամների տեղափոխման գործընթացի ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ Սիրիայից Իրաք է տեղափոխվել մոտ 5700 կալանավոր։ Մարոտ Հարբերդյան, հարևաններ։